Ողջույն բոլորին, Հայաստանում կրքերը, բորբոքված կրքերը կապված կառավարության անդամների, վարչապետի, պատգամավորների, խորհրդարանականների, օրեն պարգևավճարների հետ այդ մեծ ահռելի գումարները խախանվեցին, արդեն էլ դրա մասին չեն խոսում։ Չնայած առանց այդ էլ շատ մարդ չխոսած, մի քանի քաղաքական գործիչներ մատնանշեցին դա, ցույց տալու թե այդքան էլ մեծ է տարբերությունները նախկինների եւ ներկաների միջև, նախկինները պարզապես դա ուրիշ ձև էին գրպանում, մենք էլ ասում էին գողացան, թալանեցին, թալանը հետ են բերելու։ Ներկաները չեն գողանում, չեն թալանում, բայց իրանց պարգևավճարներ են դուրս գրում, դա էլ գողության թալանի մեկ այլ ձև է, ավելի քաղաքակիրթ, ավելի զարգացած։ Բայց ամենայն դեպս կրքերը խախանվել են, հայաստանցիները չեն բողոքում, թոշակառուները մի երկու բար խոսած են փողոցի անցնող դարձող վիրավորված են, որ իրանց 10,000-ից զրկեցին, դե իհարկե բնական է հայաստանցիները ասես բաներին շատ թեթև են նայում, որովհետև սա արդեն հայկական կուլտուրա է դարձել, խորհրդային տարիներից դե կա, կոռուպցիա, թալան, կաշառք, հիմա մտածում են, ով որ էլ պիտի դժգոհա մի բան խոսա, ասում է դե հիմա ես լինեի, ես էլ կանեի, երևի սենց են մտածում, հա, ու շատ համատարած սա երևույթ է, իհարկե սա բան չի, հոսանքի թանկացում չի 10 դրամով, կամ ասենք հասարակական տրանսպորտի թանկացում 50 դրամով, խփում արդեն քաղաքացու գրպանին, այդ հպարտ հերոս քաղաքացու գրպանի, որ հերնեն, դուրս գան փողոց, ինչ-որ ձայն բարձրացնեն, բողոքեն, սա տարել են, էլի պետության փողից տարել են, հիմա մեկա մեզ չէր հասնելու եւ այլ, մեկա Նիկոլը խափեց, թալանը հետ չբերեց, որ մեզ տա, Մուկի կամ բանի Տարոն Մարգարյանի կամ բանի Չորնի Գագոյի փողերը չբերեցին մեզ բաժանեն, էսի դե մանավանդ մեկու մեջ էլ խոսում են, որ իրանք այնքան ծանր են աշխատում, այնքան հոգնում են, այնքան շրջագայում են Բրյուսելում ու Եվրոպաներում, որ ասենք իրանք դրա արժանի էին դրան։ Հələ հարցրեք պարգևավճար ստացած պատգամավորների կամ նախարարների, ընտանիքի անդամներին եւ շրջապատին, հորքուրներին, մորքուրներին, աներներին, զոքաշներին, որ մեկը կքննադատի, բոլորն էլ կասեն, այդ իրանցն է որտեղ։ Ամենայն դեպս կրքերը խախանվել են, բայց Միացյալ Նահանգների արևմտյան ափում հայկական բորբոքված կրքերը դեռ շարունակվում են։ Ինչի հետ է դա կապված։ Ամերիկյան դաշտային իշխանությունները, ֆեդերալ, հայտնաբերել են, որ իհարկե դա միշտ ա եղել, հայտնաբերել են հերթական անգամ, որ ուրեմն առողջապահության համակարգից, որը Միացյալ Նահանգներում կոչվում է, դա հիմնված է Medicaid-ի եւ Medicare-ի վրա, մեծ գումարներ են հափշտակվել Մինեսոտայի նահանգի Մինեապոլիս քաղաքում, որտեղ մեծ ուրեմն սոմալիական համայնք է գործում, 3.5 միլիարդ դոլար հափշտակվել է, տարբեր ծրագրերի միջոցով COVID-ի ժամանակներից սկսված, մեծ ձերբակալություններ են գնում, փորձում են գումարը ետ բերել, Միացյալ Նահանգներ իշխանել մարդիկ կարծում են, որ այդպես միամիտ երկիր է, որ կարան հանգիստ ձեռքը մտցնեն պետության գրպանից եւ գողանան, մի քիչ դժվար է, էլի։ Եվ հիմա նույն բանը այդ անցել է դեպի արևմտյան ափ, Հայաստանի երկրորդ մայրաքաղաք Լոս Անջելես, Կալիֆոռնիայի նահանգ, որտեղ ուրեմն հանդես են գալիս Դոնալդ Տրամփի ուրեմն ներկայացուցիչները, նրանցից մեկը հայտնի բժիշկ Օզն է, ազգությամբ թուրք, քաղաքական գործիչ, երկակի քաղաքացիություն ունի, որը մեքենայով շրջում է ամբողջ համայնքով, նկարանումներ են անում, տեղադրում են համացանցում, ինչպես նաև ուրեմն ամերիկյան հեռուստատեսությամբ, Fox-ի եւ CNN-ի տարբեր ուրեմն հեռուստալիքներով, որ ցույց է տալիս սա ռուսա-հայկական Russian Armenian մաֆիան աստեղ տարածված, ռուս-արմենիան երևի հայերը ռուսների հետ այդքան չեն համագործակցում, ռուսներն էլ դա ռուս հրեաներն են, դա սորական քրիստոնյա ռուսները չեն, դրանք Ուկրաինայից եւ բանից Ռուսաստանից, Օդեսայից հրեաներն են, բայց ասում են ռուս հրեաներ, ռուս հայկական մաֆիա, որովհետեւ ուզում են նշեն, որ սրանք հայաստանցի հայերն են, էլի հիմնականում։ Այդ թուրքը ուրեմն երկակի քաղաքացիություն ունի, իր երկրի ամերիկյան քաղաքացի առաջերտին, նաև Թուրքիայի քաղաքացի է, այդտեղ գործում է նաև անկասկած մարկային ուրեմն ֆակտորը, իր ազգային
ուրեմն ոնց որ ասում են Արունն էլ է տեղ իր ազգային պատկանելությունն էլ է խոսում, ինքը ինչ որ միտեղ կարելի է ընդունել այդ տարբերակը, որ վրեժ խնդրություն է անում հայերին, քանի որ տարիներ առաջ երբ որ ինքը քաղաքական գործունեությամբ ծավալել եւ ուզել է կոնգրես մտնել թե սենատ, կարծեմ հայերը մեծ արշավ են սկսել նրա դեմ, որ նա հակահայ է եւ այլ, այդ մարդու գործունեությունը տապալվել է, շատ հնարավոր է այսօր այդ մարդը նաեւ դա էլ չի մոռացել, դա էլ է հիշել, ինչ որ միտեղ վրեժ խնդրություն է հայերին անում, բայց հիմնականում գործում է որպես պետական պաշտոնյա։ Հանձնարարություն է տվել Դոնալդ Տրամփի ադմինիստրացիան, ինքն էլ զբաղված փնտրում են, ուզում են գումարներ հետ բերել, որովհետեւ գտել են հաշվարկներ են արել, որ 1.5 միլիարդից ավել միայն Կալիֆոռնիայի Լոս Անջելես նահանգի այդ տերիտորիայից հափշտակվել է։ Այդ բժիշկ կոզը թուրքը մի սխալ արել, մի սայթակում արել, նկարանումներից մեկը դուք տեսել եք երևի, կարծեմ առավոտել տեղադրեց Civilnet-ն էլ, նկարանումներից մեկը ինքը արել է կանգնած լինելով հայկական հայ մի բիզնեսի առջև, լավաշի արտադրության, խմորեղենի ինչ որ թխվածների արտադրության, իհարկե կողքում ուրիշ կառույցներ էլ կան, հայկական ինչ որ բիզնեսներ են այնտեղ կա եւ այդպես բժշկական ծառայություն, մատուցող ծառայություն, բայց ինքը որ խոսում է ու մատնանշում է իր հետևի կանգնած ուրեմն լավաշի այդ արտադրամասը ու ասում է ինչ որ անհայտ գրված անհասկանալի բան է, էլի հայերենով գրված բիզնես է, այդտեղ բոլորը հայերը հայ ռուս հայկական մաֆիան բանով է զբաղված, հայերը բռնել են դրա փոչից, հասել են միջև Լոս Անջելեսի քաղաքապետ, միջև նահանգապետ արդեն բողոքներ է գնում այդ մարդու վրա, որ դե ասենք դա էլ կարելի է հասկանալ, որտեվ հрьяաներին եթե հիմա մի հատ հрья քո ոդկը տրորի, ասենք ասես եղբայր ոդկս տրորեցի, ներողություն չխնդրեցիր, այսին շնորհքա, վրաց քեզ կասեն դու բան ես, անտիսեմիտ ես, հակասեմիտ ես, բան, հակահրյա ես, sense երանգ են տալիս, հայերն էլ ինչ որ միտեղ վերջապես 100 տարվա մեջ մի բան սովորել են երևի այս երկրում, իրանց ազգային շահը պաշտպանելու համար ու հիմա հայերն էլ այդ տեսակետից են հանդես գալի, որ սա հակահայկական ինչ-որ դիսկրիմինացիա է, խտրականություն, ինքը նշում է հայկական մաֆիա, սա ազնիվ հայ ընտանիք է, ծանր քրտնինքով իրանց լավաշն են թխում, իրանց գաթանու, ես չգիտեմ, ռուլետն են պատրաստում, վաճառում են, խես դու գնացես մարդկանց մաֆիայից կոչում, ստե մաֆիա չկա։ Բայց իրականում այդ մարդու մեղադրանքները ավելի մեծ ծավալի է վերաբերվում, ավելի մեծ շրջանակ համայնքով։ Երեք Fox News-ով երեկոյան լսեցի, ուրեմն Լոս Անջելեսի կենտրոնական մասում, ասենք ոնց որ եթե վերցնեք Երևանի փոքր կենտրոնը, հանրապետության հրապարակում մի հատ շարավի խփեք բանով ու 2 մայլ, այսինքն 3.2 կիլոմետր sense շրջանագծով պատտասնեք, որ պատկերացեք, էլի Երևանի հրապարակից 3 կիլոմետր շրջագիծ գծեք, այդ տարածքում ուրեմն Լոս Անջելեսի այդ տարածքում, այսի Նիկոլի բանը չշփոթեք այդ կլորի մեջ 287 հատ հոսպիս է գործում։ Ծերանոց, հոսպիս ծերանոց։ Ինչա դա բիզնես է, թույլատրվող օրինական, որ հայերը տատիկ պապիկներ են բերում, հիվանդ տատիկ պապիկներ ամերիկացի, իրանց տանը պահում են, մի հատ տուն են վարձում, սեփական տուն, գարաժը սարքում են իրանց համար բնակարանը, իրանք այնտեղ են ապրում, այդ սեփական տունը սարքում են հիվանդանոց, ծերանոց, տատիկ պապիկներին այնտեղ պահում են, պետությունից գումար են ստանում, ծանր աշխատանք է։ Մի հատ էլ ուզբեկ, տաջիկ, ինչ որ sense իրանց պալոշ էլ, իրանցից ցածր ազգի ներկայացուցիչ բերում են փողով վարձում են մի հատ գտնում են էլի, ասենք անօրինական ով որ կա երկրում, ոնց որ ասենք հрьяաների տանը բոլոր աղախին աշխատում են բանը ուրեմն լատինալեզու, իսպանալեզուները լատինական Ամերիկայից, իսպանալեզուները Գվատեմալայից, Կոլումբիայից, sense Վենեսուելայից, sense տան աղախին են աշխատում։ Հայերի մոտ էլ դե հայերը ոչ է թալու ինչ որ ամերիկացի տատիկի տակդիրը փոխի, դե վարձել են մեկին, փողը տալիս են աշխատավարձով։ Դժվար աշխատանք է, ծանր աշխատանք է, բան չունեմ ասելու, բայց 287 հատ հոսպիս է գործում, բայց դա լրիվ չի։ Այդ 287-ը գրանցվածն են լիցենզիայով։ Երևի մի երկու այդքան էլ գործում առանց լիցենզիայի։ Ոնց է գործում, այս լիցենզիա ունեցողներից հիվանդ են գնում, տանում իրանց տունը պահում են, մի քիչ ավելի քիչ գումարով, նրան ասենց իրար մեջ առուցախ եւ այլ, գիտեք, էլի հայերը ճնշող մեծամասնությունը։
հայերի ճնշող մեծախնդրությունը դրա մեջ է։ Տարբեր ցակի խարդախությունների մեջ։ Հիմա հոսպիս կլինի, հիմա կլինի մանկապարտեզ, տանը երեխաներ են բերել, նորից իրանց տանը երեխա են պահում կամ տուն են վերածել են մանկապարտեզի, 5 հատ օրինական երեխա կա իրանց մանկապարտեզում, բայց 10 հատի գումար են ստանում պետությունից։ Լինի դա դեղատուն էլի, դեղորյակի կեղծ հիվանդների վրա դեղորյակ գրել, գումարներ ստանալ առողջապահության ուրեմն department-ից, լինի դա, ես չգիտեմ, բժշկական օֆիս, բույս ծառայություն նորից էլի հիվանդներ, էլի կեղծ արարություններ, էլի գումարներ ուրեմն գրպանել, լինի դա իրավաբանական ծառայություն նորից էլի ինչ որ խաբել, բան էս մարդուն Երևանում սաստացարերի անդամ ա եղել, գեյ ա եղել, բան ա եղել, նեղել են, փախեկել, ասեց ամեն ինչ կեղծիքի վրա է, փողին կպցնելու կեղծիք ամենտեղ, որտեղ հայերը կան, 90%-ը կեղծիքի վրա է։ Հիմա այս թուրքը ըստ իր պաշտոնյոյի գործնեության ընկել է ցույց է տալիս, հայերն էլ բորբոքվել են, վրա են տվել այս խղճ իհարկե ինչ որ միտեղ այդ մարդը ասեցի, սայթակեց սխալ բանա, լավաշի ցխի դեմը, ու տենց, այս կռիվը գնում է, դրան միացել են հայկական ավանդական կառույցները Լոս Անջելեսի, հայ դատը, բարեգործականը, երեք տեսա ելույթ ունեցել նաև Արամ Սուրեն Համբարյանը, հայկական կառույցներ, որոնք 111 տարվա ընթացքում չկարողացան իրենց առաքինությունը լինում էր պաշտպանել հայ ուրեմն բանը ցեղասպանությունը, հասնել նրան, որ ցեղասպանությունը ամբողջովին ճանաչվի աշխարհով մեկ եւ այլ հետեւություններով, այդ մարդիկ չկարողացան այդ բան անել, այդ կառույցների միակ բանը, որ կա մինչեւ այսօր 100 ցեղասպանությունից 111 տարի անց այնա, որ կարողանում են տարբեր ուրեմն միջոցներով տարին մի անգամ ապրիլի 24-ին ինչ որ մի հատ ցույց կազմակերպեն, հետո էլ հայերը սենց սև գույնի շապիկներ հագնեն 1915 գրած մորուքով սուրճը սենց իմ նման փողոցի թղթով սուրճը ձեռները գան ինչ որ собрались поболтали, потусовались и по домам, կասեր Միխալկովը, եկան, իրանց ներկա ստացան, գոռացին մեզի ծեծել են, մեզի սպանել են, մեզ ցեղասպանության են ենթարկել, նայեցին ժամացույցին, հրավիրված սուտի քաղաքական գործիչը խոսած գնացին տները։ Չկարողացան էս, այսինքն էս կառույցները չկարողացան 111 տարվա մեջ հասնել են բանի, որ դատի տան Թուրքիայի պետությանը, այն ինչ որ հիմա Ադրբեջանը Հայաստանին անելու, մեծ գումարներ ստանան, փոխհատուցում ստանան Թուրքիայի տարածքում կորցրած սեփականության նկատմամբ իրավունքներ եւ այլ, այդ բոլորը failed կամ loser կազմակերպություններ են, նույն հայ դատնա, բարեգործականն անտե հազարակ, մի 20 հատ կան։ Այսօր եկե միացել են այս հայ քծողներին, գործողներին, նրանք շահերն են պաշտպանում, որ թուրքը խտրականություն անում, եկել է մեր լավաշի ցեղին, ասում է մաֆիա։ Ու ես ինչու որոշեցի դրա մասին, սրա մասին խոսել, ժողովուրդ։ Իհարկե սա համատարած է, համատարած։ Ես ասեմ 90% հայերի մոտ սա է, դուք այդ 90-ն էլ ասում են, որ այն 10%-ը հանգարց հիմա ինձ հայոյանք բան չկապեն եւ այլ, ասեմ ազնիվ մարդիկ կան, ազնիվ աշխատողներ կան, ազնիվ հոսպիս տատիկներին խնամում են, ազնիվ մանկապարտեզներ են աշխատում, ազնիվ բժիշկներ կան։ Ավելի գումարից ավելի պահանջող գումարից ավելի շատ ուրեմն հաշիվ չեն ներկայացնում պետության, ազնիվ իրավաբաններ կան, գնում են ճիշտն ասում են, այս մարդը պարզապես Հայաստանից ու փախել է, չէր ուզում երեխային բանակ ուղարկել, կա պարզապես չի ուզում էլ Հայաստանում ապրի, դրա համար է իր տունը ծախել Մեքսիկայով եկե մտել աստե, էլի, այդպես համարեք տեսներն էլ կան։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ այս աղմուկ արդեն երևի 2 շաբաթ է գնում, իմ լավ բարեկամ Արտուր Սարգսյան էր, թե Սահակյան, Սարգսյանը հարցազրույցներ է տալիս Լոս Անջելեսյան ալիքներով, հրավիրում է մասնակետ իրավաբանների, ներկայացնում են իրողությունը ինչա տեղի ունենում, բոլորը խոսում են դրա մասին։ Բայց ես չլսեցի մեկը, որ ասի, մեկը մեր հայերին քննադատի։ Մեկը ասի հայեր, ախար ռուսասմա դիմը բիզագնյա не бывает, չեմ ուզում թարգմանել, որտեղ արտահայտությունները բոլորը չեն, որ պետքա թարգմանել։ Այսինքն մեկը չի ասում ժողովուրդ, ախար սա ճշմարտությունն է, ախր դուք բոլորդ գողանում եք, դուք բոլորդ թալանում եք, դուք բոլորդ կեղծիքների մեջ եք ու գողանում եք ձեր ծնողների, Ամերիկայում ապրող ձեր ծնողների թոշակից,
ձեր ծնողների բուժման գումարներից, վաղը ձեր մայրը, որ ված զգա, տանելու եք հիվանդանոց, հետո ասելու եք, բողոքելու եք, որ մի քիչ երկար նստեցինք, ուրեմն emergency room-ում մեզ լավ չընդունեցին կամ լավ բուժում չարեցին, առանց գիտակցելու, որ ախր ինչ որ միտեղ էլ կարող է հիվանդանոցի ֆինանսավորումը քիչ է, որովհետև դուք այնքան եք գողացել արդեն առողջապահական համակարգից, որ հիվանդանոցը չի հասնում ինչ որ այդ հիվանդ բժիշկների այդ ծախսերը հոգալ եւ այլ, այսպիսի բաներ։ Ու մեկը չկա դրա մասին ասի։ Ես եմ առաջինը, որ ուզում եմ դրա մասին խոսամ ու մատնանշեմ, որ իմ հասկացողությամբ, որպես Ամերիկայի քաղաքացի, որպես մարդ բարոյական արժեք ունեցող, որպես ամուսին երկու երեխաների հայր, մի մարդ, որը հավատում է Աստծուն, հավատում է բարուն, հավատում է վաղվա օրվան, հավատում է տրամաբանությանը, բարոյականությանը, գտնում եմ, որ իսկապես դա գողությունը վատ բան է, կասեր Օստաբենդերը Շուրային, որ մայրդ պետքա քեզ մանկուց սովորացրած լիներ, որ գողությունը շատ վատ բան է, որ ինչպես կարելի է թալանել, գողանալ մի երկրից, մի պետությունից, որ այդ պետությունը, այդ երկիրը, դրա առողջապահությունը փրկել է իմ մոր կյանքը։ Իմ մայրը, եթե այսօր 85 տարեկան հասակում դեռ գեղեցիկ ապրում է, շնչում է, ժպտում է, խոսում է, քայլում է, դեռ 5 տարի, արդեն 7 տարի երկարացվել է դրա կյանքը, այս երկիրը մորը սրտի բաց վիրահատություն արեց, որը արժեցավ հիվանդանոցին վճարեցին մոտ $120,000, իսկ ես եւ իմ մայրը, նո ասենք ես լավ, վճարեցինք մեր գրպանից $0.0001 կամ իմ բուժումը 100,000-ից ավել գումար արժեցավ հիվանդանոցի վրա, իմ գումարը ես շատ չնչին գումար եմ ուծել որպես հավելավճար իմ ընտանիքի ապահովագրությունը այնպես է, որ հիմնականը նորից փակում է պետությունը, մի աննշան մասը, մի 25%-ի չափ ես եմ ուծում։ 100,000-ի չափ ավելի շապ նստեց իմ վիրահատությունը, իմ բուժումը, իմ քիմիայի թերապիայի բուժումները եւ այլ, ոնց կարելի է ես այդպես, ոնց կարելի է ուրանալ դա։ Ոնց կարելի է վաղ իմ երեխաներին նորից կինս պիտի ասի փռշտաց տանենք բժիշկի, ոնց կարամ ես ինձ թույլ տամ։ Այլ ոնց են մարդիկ ապրում այս արժե համակարգով։ Ոնց կարելի է չսիրել մի երկիր, դա էլ արդեն ուրիշի բախ չեմ քարկցում, ու սա օրը ռուսական ալիքներ Պուտինից խոսալ են օրը մեկ էլի զանգել ասում է, Ուկրաինան վաղուց պիտի հայտնվեր, բան հանձնվեր։ Ուսես լսում ես, չգիտես, էլի այս մարդուն ուղարկես ռուսական նավի հետևից, թե ուղղակի հեռախոսը կախես։ Կամ մեր հայերը նորից խառնվել են իրար, մեզ գող անվանում, մեզ բան անվանում, բայց վաղը ձեր մայրը, որ ված կատված տանա, վազելով հասնելու եք հիվանդանոց, որից գումարներ արդեն գողացել եք։ Այ ասածը սա էր, ժողովուրդ։ Այնպես որ հայկական համացանցում մամուլում, որ տեսնում եք, խոսում են դրա մասին, իմացեք, այդտեղ ճշմարտություն կա։ Բանի տեղ մի դրեք, որ այդ թուրք ընկել է հայերի հետևից, բնական է, համ թուրք է, համ էլ ամերիկյան պաշտոնյա, հանձնարարություն է ստացել գողի ձեռքը բռնելու գումարը ետ բերելու, մի քիչ էլ թուրքի պահն է խոսում, բայց ցանկալի կլինի ժողովուրդ, կոչս էր դա, որ մի քիչ ավելի քննադատաբար վերաբերվեք եւ գողություն չանեք։ Սիրեք երկիրը, լինի դա Հայաստան, լինի դա Բելգիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, թե Մադագասկար, որտեղ ապրում եք, որտեղ երեխա եք մեծացնում, որտեղ երեխային անվճար կամ վճարովի դպրոց եք ուղարկում, սիրեք, հարգեք այդ երկիրը, վճարեք ձեր հարկերը, որտեղ այդ հարկերից են ձևավորվում ձեր վաղվա թոշակը, ձեր դեղորյակի գինը, ձեր դեղորյակը, ձեր հիվանդանոցը եւ մի քիչ այդ կպցնելուց հեռու մնացեք, մի քիչ մարդկային արժեքներով ապրեք մի քիչ այն հայերի պես, դրանց էլ եմ ճանաչում, որ 5 տարի Միացյալ Նահանգներում են իրաց երեխաները արդեն լավագույն տասնյակ ուսանողների ցուցակում են։ Իրանք էլ քրտինքով աշխատում են, տունել են գրել եւ ճանապարհորդում են, մենակ չեն լցնում բազմոցի տակը կամ բարձի տակը կամ բանկային հաշվի վրա կամ չէ բարձի տակը, որ բանկային հաշվի վրա հանգարց չտենան չբռնեն, ճանապարհորդում են, վայելում են կյանքը։ Մի քիչ այդ արժեքներով ապրեք։ Առողջություն եմ ցանկանում բոլորին եւ ցանկանում եմ ամենայն բարիքներ։ Այսքանը։